Ողջույն սիրելի բարեկամներ, սա Մայիս Կարիբյանն է, այսօր չորեքշաբթի է եւ նրանք ովքեր ինձ հետևում են, ես ունեմ իմ շոուն, որը ֆինանսների մասին է, ինշուրանսների եւ real estate-ի։ Նրանք ովքեր ինձ արդեն հետևում են, կարող եք այս հաղորդումները նաեւ նայեք իմ social media պլատֆորմների մեջ, մանավանդ YouTube-ի մեջ, ես բոլոր այս հաղորդումները եթե բաց եք թողել, տեղադրում եմ այնտեղ, որ դուք կարող եք ընթացքում նայել։ Այսօր իմ շոուն տարբեր ֆորմատ է ունենալու, եթե ինձ հետևում եք social media-ով, ես խոսում եմ, որ ունենալու եմ հյուրեր եւ այսօր այդ օրերից մեկն է, շուտով կներկայացնեմ իմ հյուրին եւ մինչեւ այդտեղ անցնելը կուզեմ գնանք PowerPoint-ի վրա։ Մի փոքր ուզում եմ ներկայացնեմ իմ հյուրի մասին եւ ավելի մոտիկից կծանոթանանք իրան։ Այստեղ տեսնում եք, որ շոուն կարող եք հետևել տարբեր social media ցանցերով @MyisMikeKaribyan Եվ ինչպես նշեցի, վիդեոները միշտ տեղադրում եմ։ Միանգամից անցնենք այսօրվա իմ հյուրի մասին, որը real estate-ի մասին ենք այսօր խոսալու, եւ իմ հյուրը ոչ թե միայն ինձ լավ ընկեր է, բայց մեծ մասնագետ է, երբ որ գալիս է real estate-ի մեջ, մանավանդ investing եւ flip անելուց ինքը բավականին մեծ փորձ ունի։ Իմ լավ ընկերը դուք էկրանների վրա, եթե PowerPoint-ում նայում եք, տեսնում եք իմ հյուրը այսօր Գերի Տիգրանյանն է, լավ ընկեր, լավ բիզնեսմեն եւ շատ ուրախ եմ, որ ինքը այսօր համաձայնվել է լինել իմ հյուրը։ Ողջույն Գերի, ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Մերսի, որ իմ հրավերը ընդունել ես, եկել ես այսօր այս շոուին եւ կուզեմ մի փոքր քեզ ներկայացնես։ Գիտեմ դու տարիները real estate փորձ ունես, բայց մի փոքր ասա քո մասին եւ ինչպես սկսեցիր real estate-ի մեջ մանավանդ flipping բիզնեսը։ Եվ եթե ազատ գա հայերեն, անգլերեն, այսօր ասեմ, ով որ անգլերեն լավ չգիտի, մենք հայերեն եւ անգլերեն ենք փորձելու խոսանք, համ էլ կսովորեք իմ հայերեն լեզուն եղել է երրորդ լեզուս, չէ՞, so հայերեն, ռուսերեն, հետո չէ, առաջինը ռուսերեն է եղել, անգլերեն, հետո հայերեն։ Ազատ գա, ոնց որ կարող ես։ Իմ գործի ես մտել էի high school-ից հետո մտա loan գործերի մեջ, loan-երի անում։ 2003 թիվներ։ Այո։ Տենց տարբեր գործեր ունեի, ավտոյի ծախում իմ ամենտ։ Հետո մտա loan գործերի մեջ, շատ լավ արեցի իմ համար, իմ company-ն բացեցի, ու լավ գործեր արեցինք։ So real estate-ը առաջինը loan-ով է սկսել, financing-ը։ Okay, go ahead։ 2008 թիվը եկավ, բոլորս ամեն ինչ գործերեցինք։ Crash է։ Ու լիքը lesson-ներ սովորանք, չէ՞, այդ ժամանակ դասեր, լիքը։ Դրանից հետո ոնց որ ինձ ասի ինչ անեմ այս career գործերով, մտա տարբեր գործերի մեջ, էլի ավտո ծախեցի, էլի հետ մտա loan գործերի մեջ, հետո մի օրից մի օր այդ TV show-երն էին նայում, Flipper Flop, լսած կնեք։ Այո։ Real estate flipping show-ը։ Դա մեկ էլ լսած ոնց որ չգիտեմ, Սուրբ Հոգիներ ոնց որ ասեց կարս դու ես անես, ես միջ աղոտ կասեցի, ասի Աստված մենակ ուզում եմ ինձ ուղղություն ցույց տուր ու wisdom։ Այո, այո։ Այդտենց ասի լավ, փորձեմ։ Տուն գտա, մի քանի block away from ուր է ապրում։ Այդ ժամանակ ես ոչ փող ունեի, ոչ մի բան, բայց ոնց որ Աստված իմ սրտի մեջ մի բան դրեց, agent-ին զանգեցի, ասի ուզում եմ short sell տուներ Burbank-ի մեջ։ Ասեց 27 հատ offer ունեմ այդ տան վրա։ Ասի լավ, մի բան արա, մի բան ոնց որ ես առաջինը, ասեց քեզ երկրորդը գտնեմ backup offer։ Ասի okay։ Մի երկու շաբաթ հետո զանգեց, ասեց տունը քոնն է, ուզում ես։ Ասի հա, բայց գումար չունեմ։ Գումար չունեմ։ Այո։ Հետո մի քանի հատ տեղ զանգեցի, ընկեր ունեի, փողատեր, ասի ասենց տուն եմ բան արել, ուզում ես իրար հետ առնենք։ Ասեց առնենք, լավ գինես վեկալ է, առնենք։ Առանք, ծախինք, լավ փող աշխատեցինք։ Որտեվ դա եղավ սկիզբը flipping business-ի։ Հա, հետո այնտեղ իր ասածը չարեց, գումարի մոմենտով, չտվեց իր բանը։ Ոնց որ դա դաս եղավ իմ համար, հետո մի հատ էլ արեցի, դրանից էլ մի քանի բան սովորա, էլի դասերով։ Հիմա էլ այտենց մի քանի անգամ արեցինք, հետո վերջը իմ partner-ը այսօրվա, Sergio-ն ոնց որ cold call-ով իրան հանդիպա դիլերի վրա, այտենց 1-ից 2, 2-ից 4, արդեն քանի հարյուրներով ֆլիփեր ենք արել։ Այո, ուզում եմ մի փոքր սիրելի բարեկամներ Գերին ներկայացնել, եթե էկրանների վրա գնանք,
Ում ուզում եմ էսի անպայման նշել, որ Գերին բավականին մեծ փորձ ունի, արդեն 500-ից ավել էկրանների վրա տեսնում եք 500-ից ավել ֆլիպներ է արել եւ նրանք ովքեր real estate-ից ավելի շատ հասկանում են, կարող են արդեն պատկերացնել դա ինչ փորձ է արդեն Իրանից ներկայացնում 500-ից ավել real estate առնես, ծախես, սարքես, դա բավականին մեծ փորձ է, դրա համար ես էլ real estate-ի մեջ որոշ փորձ ունեմ եւ Գերից շատ բաներ եմ սովորել, եթե հետ գանք ստուդիա, ուզում եմ անպայման նշել, որ իմ առաջի real estate flip-ը, երբ որ ես արել եմ, հենց Գերին է եղել պատճառը, նա է ինձ ուղղություններ տվել եւ այսպես ասած իմ ձեռքը բռնել է, որպեսզի սխալներ չանեմ, որի համար շնորհակալ եմ։ Մի փոքր ուզում եմ թեմայից շեղվենք, ում Գերին որպես ընկեր 20 տարիներից ավել գիտեմ եւ հիշում եմ տարիների ընթացքում ինքը գնում էր մի հատ բիզնեսի մեջ, ինձ էր ասում, հետո ես գնում էի մյուսի մեջ, միշտ իրար հետևել ենք, իրար օգնել ենք, դաժե մեր երեխաների հարցում ուզում եմ նշել ինքն էլ ունի երկու աղջիկ մի տղա, ես էլ դա չգիտեմ։ Այնպես որ շատ ուրախ եմ որ լավ ընկեր ունեմ եւ այսօրվա շոուի նպատակը այն է, որտեվ մարքեթում շատ փոփոխություններ կա եւ շատ մարդիկ ուզում են real estate-ի մեջ ինվեստմենտներ անեն եւ իրանք կարիք ունեն ինֆորմացիայի եւ ուղղությունների եւ կփորձեմ Գերին մի քանի հարցեր տամ եւ քո էքսպերիենսով դու որոշ պատասխաններ տաս եւ նրանք ովքեր հարցեր կունենան Գերին կարող եք հետեւել social media-ով Gary_Tigranian եւ կտեսնեք իր գործերը եւ կարող եք զանգահարել եւ միևնույն ժամանակ եթե գնաք ին վեբսայթը My Caribbean այնտեղ գրեք այսօրվա շոուի մասին եւ ձեր հարցերը կարող եք տալ եւ մենք կզանգենք ձեզի ձեր հարցերին կփորձենք օգտակար լինել։ Ում Gary մի քանի հարցեր ուզում եմ քեզի տալ։ Մի փոքր ներկայացրեցիր քո մասին եւ ինչի էր դա կարեւոր, որովհետեւ դու էլ սկսել ես 0-ից եւ ամենամեծ դժվարությունը քո համար ինչ ա եղել real estate flipping-ի մեջ։ Ինչ փորձություն ես ունեցել կամ ինչ դասեր ես քաղել։ Դասերը շատ։ Հիմա այսօր վարովել ենք դասեր։ 500 մի պատմի, բայց 1-2 կամ success story, որն ա եղել։ Շատ։ Առաջինը, որ ես տունը վեկալում ես, պիտի իմանաս այդ մարդու emotional state-ը, չէ՞, ումից տունը առնում ես։ Որտեղ շատ դեպքերում այդ մարդիկ ոնց որ տունը կորցնելու վրա են լինում, պիտի ուշադիր մոտիկանաս։ Ուշադիր մոտիկանաս, համել իրանց հետ պիտի փողի մոմենտով չխոսաս, ավելի ոնց կարաս իրանց օգնելու ձեռնես, չէ։ Եղել է դիլեր, որ ես նայել եմ, տունը շատ սիրուն ա եղել, որ ասել եմ կարիք չկա մեզ ծախելու այս տունը, ավելի լավ market դնես, regular ձևով ծախես։ So առաջինը այդտենց մոմենտով, բայց challenge-ները եղել է, որ տունը escrow-ի մեջ ենք մտել, այդ ժամանակ այդքան դիլեր ենք ունեցել, որ մտածում ենք դες down payment հուրտ ցա գալու, այս կամ այն կամ եկել աստված այդպես բաները հրաշքներ արել, որ մարդիկ ինձ են զանգել, ասում են Գարի, ես 200,000 փող ունեմ, խոսքի, կարամ ձեր հետ դնեմ։ Պրոբլեմ չկա, արի տենց։ Մի հատ տուն Joshua չունի, հենց տենց էլ եղավ։ Ինվեստորը զանգեց։ Վերջի րոպեին զանգեց, ասեց այսքան փող ունեմ, այդ ինվեստորները բան Florida-ից այն social media-ով ա գտե, տարիներով follow արել, ասել այսքան փող ունեմ, կարամ քո ինվեստ անեմ։ Ես մի քանի հարցեր ունեմ, եթե գնանք ստուդիա, կուզեմ Gary գործերից մի քանի հատ որպես օրինակ ձեզ ցույց տալ, գնանք ավելի շուտ PowerPoint-ի վրա։ Այս նկարը ես ինչի դրեցի Gary, եթե հիշում ես, էսի 9 տարի անց էր, երբ որ Gary-ն նոր էր սկսել real estate flipping-ը, իրար հետ մի հատ YouTube-ում վիդեո ունենք, դեռ ջահելորները։ Էսի օրինակներից մեկն է, որ նոր էր սկսել flip-ը վիդեո արեցինք իրար հետ, բայց մյուս բանը, այստեղ քիչ առաջ նշեցի, եթե հարցեր ունեք, կարող եք գնալ դիմել հարցերը։ Սա օրինակներից մեկն է, Gary-ն տրակտորել է քշում, հա։ Չէ, տրակտորեն դարել։ Երբ որ flip-ը անում, շատ տներ կա, որ շատ անգամ ոչ թե flip անելուց remodel է անում, շատ դիլեր կա, որ լրիվ քանդում է 0-ից է սկսում, սա օրինակներից մեկն է։ Մյուս նկարը, եթե նայում եք before after, անգլերեն ասում են, մինչև տունը սարքելը եւ դրանից հետո իհարկե սրանք after նկարներն են, որ շատ մոդելներ կա, որպես օրինակ այստեղ։ Էսի մեր Palm Springs-ի տունն է։ Palm Spring-ում է, okay։ Մյուսը գնանք, մյուս նկարը ցույց տամ, ստե ավելի པարզ է ցույց տալի, փորձել ենք նկարները հերթականությամբ դասավորենք։
վերևի մասը ավելի ցույց է տալի before մինչև remodel-ը եւ եթե նայում եք կտեսնեք որ թե kitchen-ը, թե bathroom-ները, թե դրսի պատկերը բավականին մեծ փոփոխություն ունի եւ հետ գանք ստուդիա հարցերից մեկը այնա Գերի երբ որ տունը գնում ես եւ պիտի flip անես ինչն է կարեւոր այսինքն քո ուզած դիզայնն ես տալի թե նայում ես այդ էրիայում մարքեթը ինչա պահանջում Կարանք հենց այս դիլի մասին խոսանք այո հենց այս դիլից է խոսանք այս դիլը off market deal ա եղել մարդիկ մենք լիքը մարքեթինգ ենք անում մարդիկ մեզ զանգել են ասել են նա տուն ունենք ուզում ենք ծախենք ու առաջի հարցի ես տալիս եմ խեք ուզում ծախեք ու ձեր նպատակը ինչ է ուր եք գնալու մյուս ստեփերը ինչ է իրանց խնդիրը այն էր որ ուզում են իրանք տեղափոխվեն Georgia state of Georgia այո so իրանք գումար ունեին այսքան փող են ուզում այո մեզ տվեք մենք 30 օր տան մեջ մնանք 30 օր որ մենք շորերը բաները փոխվենք հետո տունը ձերը կլինի այս հատուկ տունը բան City of Baldwin Hills այո այնտեղ էլ շատ հոսքի սավականներ կան տարբեր ազգեր կտենց so այս սահողը ասեց ուզում ենք տունը ձեզ ծախենք ուրիշների հետ խոսացել ենք արի ձեզ ծախենք իր հետ love connection ունեցանք սպորտ մասին խոսացինք Lakers-ս կմենքոմ բայց challenge կար challenge-ն էր որ իրանք ուզում են այսքան փագենք փողը ստանային 30 օր հետո նոր move out լինի ու դրա մեջ էլ լիքը ռիսկ կա, չէ՞։ Բավար move չանեն, տուն չգտնեն, այս կոմենկոմ։ So մենք իրանց հետ այտենց խոսացինք, որ խոսքի մի փոքր գումար այս շորի մեջ թողնեն, եթե չկարանան հելնեն, այդ գումարը ոնց որ mortgage payment կլներ։ Իրանք համաձանվան, գումարը լավ էր, տունը առանք, հետո մենք տեսանք այդ area-ի մեջ այդ որն է ծախվում, ինչ դիզայնով։ Այսինքն պիտի հասկանաս այդ էրիայում ինչ ծիվի բնակչություն կա, ինչ ծիվի մարդիկ են դրա համեմատ remodel-ը։ Հիմա խոսքի այտենց area կա, որ մենք ասում են մեր industry մեջ hipster area, չէ՞։ Hipster, okay։ Այտենց այդ area-ում դու չես կարա գնաս խոսքի մի հատ հայկական ձևով մի հատ տուն սարքես, sense ռոկոկո մոկոկո այտենց չես կարա։ Տեղեր կա, որ կարաս այդ բանը անես, բայց բոլոր տեղերը չես կարա։ Էսի այտենց տեղեր, որ պիտի այդ մարքեթի համար տուն սարքենք։ So տունը արդեն կար, remodel արեցինք, ու շուտ էլ ծախվավ։ Շուտ է ծախվում։ Այսինքն ծախվելը նաև կարևոր է մարքեթը հասկանալ, եթե սխալ գործ անես, միգուցե երկար ժամանակ այդ տունը չծախվի։ Հա, ինչն է դա determine անում։ Առաջինը տան դիզայնը, եթե դիզայնը շատ սիրուն է ու գինը լավ է, մարդիկ կառնեն, ու location-ը լավ է, չէ։ Շատ լավ։ Անցնենք Գերի ժամանակը արագ է գնում, եթե գնանք էլի էկրանների վրա, PowerPoint Մյուս մի քանի ուրիշ հարցեր էլ կան, որ կուզեմ Գերի քեզ տալ։ Քեզի գիտեմ շատ մարդիկ արդեն հետևում են, որտեվ բավականին մեծ հարգանք եւ անուն ես հանել real estate flipping-ի մեջ, մանավանդ մեր հայերի մեջ։ Ինչպիսի հաճախորդներ կամ ինչպիսի մարդիկ կարան քո հետ աշխատեն եւ ինչպիսի ինվեստորներ, որ դու նայում ես, որ իրանց հետ կարողանաս գործարք ունենաս։ Օրինակ, ով կարա քո հետ գործանի։ Լավ հարց եմ այս, շատերը որ մեզ զանգում են կամ փող ունեն խոսքի բանկի մեջ, չգիտեն ինչ անեն,
մեր հետ են invest անում guarantee փող ենք տալի իրանց, guarantee return plus percentage flip-երից ինչ որ մնա, ինչ profit մնացել։ Դա արդեն կանանք անձնական խոսանք։ Եթե մեկը խոսքի ուզենա տունը ծախի իրա, ասի արի մի հատ տունը սնայի idea տուր բանման, կարանք իրար հետ գնանք, մի հատ նայենք տունը, ինչ idea-ներ կարանք ասեմ իրանց, փոքր like change-երով կարանք իրանք տենց անեն, որ իրանց տունը շուտ ծախվի ու արագ գնա։ Okay, շատ լավ։ Մյուս բանը, երբ որ դու հանդիպում ես անհատների, երբ որ ուզում են իրանց տունը ծախեն, ինչերից է զգուշացնում։ Այսօրվա մարքեթը մի քիչ պիտի հաշվի առնենք, որ տոկոսները բարձրացել է, շատ անգամ եթե ճիշտ գինը չդնես, list չանես property-ին, երկար ժամանակ կմնա մարքեթում, ինչ խորհուրդներ ես տալի, եւ գիտեմ դու նաև consultation ես անում։ Թե կուզեն invest քո հետ անեն, թե տունը ծախեն, ինչերն ես իրանց զգուշացնում այսօրվա մարքեթում։ Հիմա նայ, որ դու homeowner ես անում ավելի emotional-ով ես մտածում, ոչ թե logical, չէ։ Որ ես մտնում եմ տան մեջ, ես emotion չկա իմ մեջ միշտ it's just data, logics and numbers, that's it. So որ ես նայում եմ, ես մտածում եմ այս առնողը over պիտի ես տուն առնի։ Առաջինը ինքը այդ գինը կտա, ուզած քո գինը։ Նայում եմ մարքեթի մեջ ինչ կա, չկա, competition-ը ով է, ինչ է, տները ոնց է սարքած։ Ու շատ անգամ իմ խորհուրդը, որ ես իրանց տալիս եմ, մարդիկ ուզում են շատ բարձր գին, բայց այդ տան մեջ ինքը չի բռնում, այդ իրանց ուզածը ու տան վիճակը։ Եվ եթե խորհուրդը չեն լսում, շատ անգամ տուժվում են, կամ չի ծախվում, կամ մարքեթից հետ են հանում։ Հետո շատ անգամ, այո, agent է գալի, մատ բարձր գին է ասում, իրանք բարձր գինով դնում են, տունը մնում է, մարքեթի վրա մնում է, բան ոչ չի ծախվում, ոչ բան։ Հետո կամաց իջեցնում են գինը, միջև ծախվի, դա շատ սխալ է, այսօրվա օրով դա շատ սխալ է։ Այսինքն real estate-ի մեջ պետք է հասկանանք մարքեթում ինչ է կատարվում եւ ճիշտ strategy վեկալենք։ Այո, եւ եթե սկզբից սխալ ես անում, հետո երբ որ ուղում ես այդ սխալը, կարող է քո original գինից էլ էժան վերջում ծախես, որտեղ արդեն սխալներ է մարքեթի մեջ, որպես նաեւ agent, որ ես էլ եմ աշխատում, եթե մարքեթի գինը սխալ ես տալի եւ չի ծախվում, արդեն մյուս agent-ները էդի կոդեմ են օգտագործում եւ փորձում են գինը ավելի իջացնել։ Այո, դա չես կարա մատ խոսքա մեր գործի մեջ, you can't chase the market։ You can't chase the market։ Պետք է լավ գնով դնես, տունը սիրուն present արվի ու կծախվի։ Եթե գինը բարձր է ու տունը այդքան էլ լավ չի, դժվար է տունը ծախվի։ Մյուս հարցը, որ ուզում եմ Գերի քեզ տալ եւ ստե իրար հետ շատ հարցեր կա, որ ընթացքում եմ ստացել եւ շատ հարցեր կա, որ իրար հետ նախորդ պատրաստել ենք։ Այսօր invest անելու ամենամեծ ռիսկը ինչն է։ Invest, եթե ուզում ես real estate investor կամ flipper լինես։ Օրինակ, խորհուրդ կտաս մեկը ինքը իրանով սկսի, թե խորհուրդ կտաս քո նման մեկից advice վեկալի առաջինը։ Որտեվ շատ մարդիկ ոգևորվում են, քո ասած միգուցե show են նայում, ասում են, «Վաու, այս տունը ծախել է, չգիտեմ, 300,000 չեք ստացել», բայց իրանք չգիտեն մինչև այդտեղ հասները ինչեր պիտի անցնես։ Այո։ Շատերը կան, որ ինձ Instagram-ով գրում են, ասում են, «Այս տունն ենք ուզում առնենք, ինչ խորհուրդ կտաս, կարաս մի հատ գաս նայես, այս կոմենկոմ»։ Առաջինը պիտի զգուշ եղնես, այդ դիլը ուրտից է գալի, չէ՞։ Եթե wholesaler կայս գործի մեջ, եթե wholesaler-ից է գալի, դա պիտի մի քիչ զգուշ եղնես, որտեվ wholesaler-ը դա խոսքի մի 10 հոգու է տալի, այնտեղից իրանք ուզում են կպցնեն ով է միամիտ ու փող աշխատեն, էլի արանքը։ So առաջինը պիտի անես վեկալես տան այսօրվա ոնց որ դու ուսումնասիր mentor պիտի վեկալես մեկին որ այս գործից հասկանում է experience-ով է անում ու քեզ ուղղության ցույց տա այսօրվա օրով ես լիքը մեսեջներ եմ ստանում Instagram-ով այս տունը արդեն առել եմ ու տակ եմ տալի չեմ կարա payment տամ չեմ կարա ծախեմ ինսպեկտորը բռնցրել է ինձ ինչ անեմ լիքը բաներ կա որ պիտի շատ զգուշ եղնես ասում են մի հատ investment եթե սխալ գնա դու 5 տարի հետ ես գնում Դա լավ խորհուրդ է այնպես որ սիրելի բարեկամներ պատճառը
նորից կրկնում եմ, որ Գերին հրավիրել են, որտեվ այսպիսի անհատները, որ ունեն մեծ փորձ, դա իրոք ձեզ օգտակար է լինելու։ Ավելի լավ է իր հետ կոնսուլտացիա ունենաք, եթե մի ծրագիր ունեք real estate-ի մեջ invest անեք կամ անավանդ flip անեք, իր հետ կոնսուլտացիա ունենաք, մի փոքր ներկայացնեք, ինչ չափսի գումար ունեք, ինչպիսի investment-ի մեջ եք ուզում ձեր գումարը դնեք, դա կարճ ժամանակով է 6 ամիս, 1 տարի հետո եք ուզում profit ստանալ, թե ավելի long term investment-ներ կա, որ շատ գիտեմ քո տներից որոշ մասը դու flip-ից հետո ոչ թե ծախել ես, rent-ով ես տվել, այսինքն պետք է հասկանաս քո նպատակը ինչ է, եւ Գերին այնքան փորձ ունի, որ երբ որ մի թեթև ներկայացնում ես, ինքը քեզ ավելի միգուցե ճիշտ ուղղություն կտա, որ ինչպես քիչ առաջ նշեց, սխալներ չանես։ Ես էլ եմ հանդիպել անհատների real estate-ի մեջ փորձել են invest անեն, մի հատ սխալ են արել եւ հիասթափվում են եւ ասում են, այս բիզնեսը սխալ է կամ չի աշխատում, իրականության մեջ դա չի պատճառը։ Պատճառը ճիշտ ինֆորմացիա չստանալու եւ ճիշտ խորհրդատու չունենալու համար է, որ մարդիկ տուժվում են։ Մեր ժամանակը առաջ է, արագ է անցնում, ինչ ուրիշ խորհուրդ կտաս մարդկանց, որ real estate առնելուց ուշադիր լինեն եւ ինչեր կա, որ դու կուզենաս այսօր մարդկանց քո էքսպերիենսով advice տաս վերջնական, որտեվ ժամանակը վերջանում է։ Ես ուզում եմ սրտանց խոսամ։ Ես մեր ազգին շատ եմ սիրում, մեր հայ ազգին։ Լավ կլինի, որ մենք հայերով իրար հետ աշխատենք։ Ես այս գործի մեջ եմ, ես լիքը տեսնում եմ ուրիշ ազգեր, եվրեյներ, միաբան լինենք։ Իրանք շատ ոնց որ շատ մոտիկ են ու ոչ մեկին իրար չեն գցում, իրար հետ շատ ուժեղ են։ Եթե մեր հայ ազգը կարա իրար հետ այտենց հավաքվի, իրար հետ աշխատենք, մաքուր, սիրուն ձևով, մենք էլ լիքը բաների կարանք հասնենք։ Այտենց բանը Աստված իմ սրտի մեջ դրել, որ ես այս գործի մեջ, որ ես միջով մտնելը միտք ունի, որ մենք հայերով ուժեղ իրար հետ աշխատենք։ Ոնց որ այս գործն էլ այտենց բան կարա բացի մեր համար։ Մենք հայերով ուժեղ բաներ իրար օգնենք։ Ես մի հատ ասացված կա, որ տարիներ առաջ լսել եմ Գերի, ասում է իրար օգնենք, որ չհոգնենք։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր եկել ես, հուսանք էսի առաջի, մենք տարբեր շոուեր արել ենք, բայց US Armenia-ով առաջի անգամ է եւ ընթացքում եթե հարցեր առաջանա եւ հաճախորդներ, որ կդիմեն քո օգնությանը, միգուցե ապագայում future success կունենանք, թե ինչպես են այս շոուից զանգել եւ այդ հաճախորդը եթե կցանկանա, միգուցե իրան էլ հրավիրենք որպես օրինակ կամ վիդեո կսարքենք որպես success story եւ ինչպես Գերին ասեց, ելի բարեկամներ, մենք հայ ենք. Ես էլ իմ ազգին շատ եմ սիրում եւ ոնց որ Գերին ասեց, շատ կարեւոր է հասկանալ, որ պետքա իրար օգնենք։ Մանավանդ այս վերջի տարիները մեր հայազգի հետ, գիտես, պատերազմից հետո շատերը կոտրվել են, առանձնացրել են։ Մենք ուժեղ ենք լինելու, երբ որ միաբան լինենք, միաբան մտածենք եւ իրար օգնենք։ Ճիշտ է, փորձեր լինում է, որ ճիշտ թիմային էֆեկտ չի ստացվում, բայց ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ մեծ հաջողությունների մենակ հասնում ենք, երբ որ մտածում ենք միաբան, երբ որ մտածում ենք որպես թիմ եւ իրար օգնելով ենք առաջ գնում։ Քանի որ արդեն տարին վերջանում է, ինչ կցանկանաս արդեն մյուս տարվա համար կամ ինչպես մարդիկ ծրագրեն, որ ավելի շատ հաջողվեն։ Օրինակ դու ինչ ես անում, պլանավորում ես, ավելի մեծ երազանքներ ես գրում, դու ոնց ես պլանավորում քո մյուս տարին։ Շատ անգամ պիտի ոնց ասեմ, simple եղնի մարդը։ Հասարակ։ Գիտեմ մեր ազգը սիրում է ճոխ ավտոներ քշել, այս կամ այն կամ, բայց ինչքան հասարակ ապրենք, այդքան ավելի հեշտ կապրենք, որտեվ անգլերեն մատխոս կա, if you impress others, դու ես տուժում։ Դու depress կլինես։ Դու ես depress անում, չէ՞։ Դու ես տուժում։ Այո։ Հա, հիմա գոլեր կա, հիմա ես ուզում եմ լիքը բաների անց, հիմա թազա development ենք անում, 10 unit ենք սարքում, լիքը բաներ ենք այտենց անում, ու շատ property-ներ առաջ ես ծախում եմ, հիմա միտքս ուրիշ է, հիմա ուզում եմ պահեմ, հիմա ես ուրիշ մոմենտի մեջ եմ իմ կյանքի մեջ, ու ես կասեի, եթե ցանկության այտենց բան ունեք, flip անեք կամ real estate բան անեք, զանգեք մեզ, ինչ կարամ կօգնեմ, այնտեղ գումար բան չկա,
իրոք ուզում եմ մեր ազգին օգնած լինել։ Այո, այո։ Շատ բարի Գերի, նորից շնորհակալություն, որ եկար այսօր եւ կհանդիպենք մյուս անգամ եւ երբ որ նորից պլանավորենք նախորոք մարդկանց տեղյակ կպայենք։ Մերսի քեզ, որ այսօր եկել ես իմ շոուին։ Այնպես որ սիրելի բարեկամներ, այսօր իմ հյուրն էր Գերի Տիգրանյանը, եթե իմ social media-ով հետևեք, ես նաև tag եմ անում իր ինֆորմացիան, որի միջոցով կարող եք հետևել նաև իր շոուին։ Շնորհակալություն բոլորիցդ, որ նայեցիք այսօրվա հաղորդումը, սա Մայիս Կարիբյանն էր, կխնդրեմ, որ տարածեք այս վիդեոները ձեր էջերի մեջ, որպեսզի ավելի շատ մարդիկ տենան եւ օգտվեն այս հնարավորությունից եւ այս ինֆորմացիայից։ Մնացեք լավ, մնացեք ուրախ, կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսություն ձեզ։ Bye bye.